Այսօր Մինաս Ավետիսյանի մահվան 51-րդ տարելիցն է, ու եկեք հիշենք Մարտիրոս Սարյանի հետ նրա սրտառուչ երկխոսությունը։ 1970 թվականին գրաքննության տարիներին գրակոծներ են հնչում Ավետիսյանի արվեստանոցի պատուհաններին։ Բարեբախտաբար այդ ժամանակ նկարները չեն վնասվում։ 2 տարի անց արվեստանոցում հրդեհ է բռնկվում ու այս անգամ ոչնչանում է Մինասի 100-ից ավելի գեղանկար։ Դրանք լավագույն գործերն էին ընտրված անհատական մեծ ցուցահանդեսի համար։ Իսկ բոլորիս հայտնի Ջաջուրիմ ծնողները կտավները մոսկովյան ցուցահանդեսում էին ու պահպանվեցին։ Մինասի մտերիմները շտապում են նրա արվեստանոց։ Պատմում են, որ Մարտիրոս Սարյանը այդ օրերին մահվան մահճում բռնել է Մինասի ձեռքը ու հայրաբար հորդորել։ Միակ փրկությունը օր ու գիշեր աշխատելն է։ Նա ասել է. «Մինաս, ես քեզնից 50 տարով մեծ եմ։ Ափսոս ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ուրեիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու մենակ չես։ Ուրեմն շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»։ Սարյանին այդ հոգեվիճակը ծանոթ է, ինքն էր անցել դրա միջով։ Դեպքից 5 ամիս անց վարպետը մահացավ, իսկ Մինասը չընկճվեց ու շարունակեց աշխատել եւս 5 տարի։ 1975 թվականի փետրվարի 16-ին Մինասը ավտովթարի է ենթարկվում ու մի քանի օր անց մահանում։